Ողջույն բարեկամներ, մենք արդեն ականատեսն ենք լինում բռնակալի դեգրադացիայի վերջին աստիճանին։ Կարծես թե պատմությունը դրանից են կողմ ոչ մի բան չի ստեղծել։ Կալիգուլա բռնակալը էլ չուներ ոչ մի բան անելու եւ իրան անելու եւ իր ձիուն որոշեց կարգի սենատոր արեց։ Դրա հաջորդը Ներոնը էլի ամեն ինչից հոգնած լինելով, ամեն ինչից բավարարված լինելով, որոշել էր, որ ինքը նաև պոետ է, հավաքում էր մարդկանց ու ժամերով նրանց համար իր անտաղան բանաստեղծությունները կարդում։ Կարծես թե մեր օրի բռնակալը որոշել է գերազանցի իր նախնիներին եւ անցնի այլ շերտի վրա։ Այլ շերտը դա նոր կրոնի ստեղծումն է։ Եմջելոս դա էլ նոր բան չի։ Նոր կրոն ստեղծեց Լենինը, բոլշևիզմը, նոր կրոն է ստեղծում նաև Հիտլերը։ Այն որ Հիտլերը ստեղծում էր, դա նոր կրոնն էր, ամեն ինչ իր ամբողջ ատրիբուտներով եւ ինքն էլ պետք է լիներ այդ նոր կրոնի աստվածը։ Սրանք էտապներ են, որ հասնում են իրականությունից կտրված եւ խելքները թրծրած բռնակալները։ Ինչին այսօր եկավ հանգեց Փաշինյան Նիկոլը եւ որոշեց, որ ինքը այլևս ոչ միայն վարչապետ է, այլև կրոնական առաջնորդ։ Վարորդը այսուհետ նաև հսկիչ է։ Եթե անտաղանդ լրագրողը կարա վարչապետ լինի, ինչի անտաղանդ վարչապետը չի կարա նույնքան հոգևորական լինի, չեմ ասում հոգևոր առաջնորդ։ Բայց գնանք հերթով։ Որ խոսում եմ, սրա մասին է խոսքը։ Այն ինչ որ ես պատմում եմ, սրա մասին է։ Սա մասին է։ Սա վերջն է։ Ես ուրախ եմ սրա համար, որովհետև դու նայում ես հակառակորդդ ոնց է ավտոմատը վերցած, կդեք գնդացիրը վերցրած, կրակում սեփական գլխին։ Սա նույնիսկ ոտքերին չի։ Սա ու այն աստիճանի լրջությամբ ու իր այս ճիվաղապետության մեջ ինքը չի հասկանում, որ ինքը այլևս մենակ է։ Բայց սպասենք, ոչ թե սպասենք, օգնենք իր շուտապույտ կործանման։ Պատկերացնեք, սա հայ է։ Ասենք սա էլ է հայ, Սերգեյ Խաչատուրյանն էլ է հայ։ Պատկերացնեք, 16 միլիոն դոլարանոց Ստրադիվարի տվել են մեր ջութակարի 10 տարով։ Ինքը նվագի դրա վրա։ Պատկերացնեք, ինքն էլ է հայ։ Ինքն էլ է հայ, փաստորեն սա էլ է հայ։ Զգացիք տարբերությունը, չէ, սա հայ չի, որովհետև հայ լինելը դա ծննդավայրը չի, ազգանունը յանով վերջանալը չի, բնակավայրը չի, բացարձակապես։ Հայ լինելը դա մի ամբողջ շերտեր են, նույնիսկ մի շերտ չի, որ ես ասեմ, հա։ Իմ համար հայ է Սերգեյն, Սերգեյի նմանները, որոնք բովանդակություն ունեն, պարկեշտություն ունեն, որոնցով քեզ ճանաչողը ասում է, «Ալի քեզ մի հատ գրկեմ գոնե», կամ դու հավատի վստահության արժանի մարդ ես, եթե դու ես նույն ազգից ես։ Իսկ այն ինչ որ մեզ որ կճանաչեն սրանով, ինչպես ճանաչում է իր սիրած Ալիևը, սրանով ճանաչողը մեզ ասում է, հայերը հիվանդ ազգ են։ Սա փաստ է։ Եվ բոլորովին պատահական չի այս եզրակացության գալը Ալիևի։ Իսկ դուք ինչ եք պատկերացնում, Նիկոլի հետ շփվողը, ինչ այլ եզրակացության պետք է գար։ Եվ այսպես, այն ինչ որ կատարվեց Գյումրիում, նա ուզում եմ նորից նայել։ Այս կադրից նայելուց հետո պարզվում է ԱԱԾ-ականները ամաչում են, խնդրում են, որ լրագրողները չնկարահանեն ու չհրապարակեն իրենց մասին ինֆորմացիաներ, ու շատ տղաներ եւ աղջիկներ, շատ։ Որովհետեւ մենք ոչ միայն նկարահանում ենք ու պահում ենք, այլև մեր հանգստության համար, մեր խղճի համար ձեզ ավելացնում ենք Հայաստանի ներքին թշնամիների ու գործակալների ցուցակի մեջ։ Այսպես բոլորիդ միտեղ։
Բոլորիդ միտեղ այսենց ավելացնում եք։ Դեմը գրելով, պաշտոն, օր, մեղադրանք։ Իզուր եք անհանգստանում։ Իզուր եք անհանգստանում, որ կարող է ձեր խնդրանքները մեր վրա ազդի, բացարձակապես դուք արդեն հանցագործ եք։ Բայց կինոն նոր է սկսել, չէ՞։ Դեռ 7-8 ամիս կա մինչև ընտրություններ։ Եվ ձեզ Նիկոլ Փաշինյանը սարքելու է մարդասպան։ Սա ձեթու ջարդով չի ավարտվելու մենակ։ Ձեզ Նիկոլ Փաշինյանը ստիպելու է, որ դուք կրակեք ժողովրդի վրա։ Այնպես որպեսզի դրան չհասնի, արեք այսօր դուք լուծեք Նիկոլ Փաշինյանի հարցը, կամ դուք իրեն, կամ ինքը ձեզ, հետևաբար ժողովուրդը ձեզ։ Ընտրեք, մեր չի տարբերությունը։ Ես վստահ եմ, որ բոլորը չեն կարող այն աստիճան անուղեղ կենդանիներ լինել, որ չհասկանան, ասենք, ինչ կատարվեց Գյումրիում, դուք նայեք այս կադրերը եւս մեկ անգամ։ Դուք դիմադրությունը նայեք։ Ես հարց եմ տալիս ես, այս դուք էդի ինչ ռեսուրս ունեք, որ դուք կարող եք Երևանից դուրս, դուք մի Գյումրի չկարողացաք պահեք, դուք մաքսիմում կարողացաք մի հատ Վարդանիկ Ղուկասյան գողանակ ուղակի, հա, վազացնեք դեպի Քնչական։ Էլ եթե ինքը չուզենար, այս ժողովուրդը ձեզ կսատկացներ տեղում։ Եթե ինքը կոչ արեր ժողովուրդ, այս թուրքի զորքա, ես չեմ հանձնվում, ում ձերը ինչ կա տվեք սրանց գլխին, ժողովուրդը տմող էր։ Կասկածում եք։ Ես գյումրեցիների կռիվ անելը տեսել եմ։ Ես տեսել եմ այս մասա, որ եկել է իր քաղաքապետին պաշտպանելու։ Սա հələ պաշտպանում է առանց զենք, բայց գիտեք, ինքը զենք չունի, դուք ունեք։ Այն Մոնտեին, որ ասում են, բա ինչով եք կռվելու ադրբեջանցիների դեմ, ասում էր մենք զենք չունենք, բայց իրանք հողում են։ Հա։ Այնպես որ այս մասան շատ կծու քայլերի չգնաց մենակ մի բանի պատճառով, որ Վարդան Ղուկասյանն ասեց ախպերս գնում են։ Բայց եթե ասեր սրանք թշնամու զորք են, ջարդեք, ուրեմն իմացեք, կեսը ներից հետ չէր գալու։ Հիմա ես հարց եմ տալի, դուք ինչքան ռեսուրս ունեք, որ պատրաստ եք զոհել Նիկոլի համար, ուսես քաղաքներ քանի հատ կա։ Դուք Երևան չեք կարող ծածկեք։ Երևանը խեղդեք, Գյումրի կա, Վանաձոր կա, Փարաքար կա, Էջմիածին կա, դուք բոլոր տեղերը չեք կարող անել։ Որտեղ ինչ սեղան ուզում եք գցեք։ Այնպես որ արեք այսօրվանից պայմանավորվենք։ Ոչ թե դուք մեզ խնդրում եք, որ ձեզ չհրապարակենք նկարներով բանով։ Դուք անանգից անում եք Փաշինյան Նիկոլին, որովհետև կամ դուք իրեն կամ ինքը ձեզ։ Ես մի բան էլ ասեմ, արդեն իսկ գրում են ով եք դուք։ Կեսարությունով բանով ես ումա ֆենոմենալ դեպք են պատմել, ասել եմ ինձ անուն ազգանունը տուր, ով է, նոր ես ասեմ ում մասին է խոսքը։ Ես կարդացի, չեղած մազերս բիզբիզ էր կաննել։ Հենց որ իմացեք, ձեզ ճանաչում են, ձեր ընկերներն էլ ձեր վրա գործնող են։ Ախր դու գիտեք, չէ։ Դու գիտեք, չէ 10 հոգով գնում եք հանցագործության, 10-ից մեկը ձեր մասին պատմում է։ Գիտեք ինչի։ Որովհետև ատում եք դուք բոլորդ իրար։ Դուք իրար գլխի սարքող եք։ Դուք իրար վրա գործ տվող եք, դուք իրար վրա ցուսմուն գտնվող եք։ Ինչի վրա եք զարմանում։ Այդ մասկեկը ձեզ փրկելու է։ Չէ, դուք սաղըտետ եք, դուք իրար վրա գործ տվող եք։ Իմացեք 10 հոգի գնացել եք, 10-ից մեկը զանգող ասողը։ Որ ես էլ եմ ընդեղ եղել, բայց ես բան չեմ արել, ես կողքից նայում եմ։ Այնպես որ լավ մտածեք։ Դուք շանս չունեք։ Եվ վերջապես վերադառնանք նրան, ինչից ես սկսեցի։ Կարգալույց արված արդեն Ստյոպիկը, ինքը Տեր Արամներ, այսօրվանից դարձել է Ստյոպիկ։ Վայ, ինչ կեղտոտ։ Թող ներեն բոլոր Ստյոպիկներն ու Ստյոպաները, հա։ Բայց արդեն 2 հատ մեծ Ստյոպիկ Սաֆարյան, մեկ էլ մի հատ էս բանը։ Անուն ինչ ասելա, Ստյոպիկ Հուդան։ Ինչ համընկնում է։ Երրորդը լինի, ես դրան չեմ դիմանում արդեն։ Կլինի թերս։ Լավ, դու ինքը որոշել է, որ կապ չունի, դեռ փիլոնա զրկել են, հա։ Ինքը զգուշացնում է, որ 10,000 հոգի մարդ է բերելու։ 10,000 հոգի։ Այ հորդ
10,000 հոգի, 10,000 հոգի չես էլ ճանաչում, կյանքիդ մեջ չես տեսել, որ 10,000 հոգի քո համար գա։ Ով կարմիր բերետավորներին ես բերելու պատարակիդ, հա։ Պատկերացնում եք տեսարան։ Նիկոլը այն ոչ բանը, բիզը բանից է սկսում։ Վերևից է սկսում, չեմ ուզում ասեմ ուղեղից, ստեղից է սկսում, բերում է պատարակի։ Հետն էլ ասում է, Փաշինյանին էլ սատարում եմ, ով էր կասկածում որ։ Հիմա ինչ է ստացվում։ Չկարողացավ կոտրել եկեղեցին, այն բանն է ուզում անել, էլի չես կարող կոտրես ղեկավարի։ Հիմա որոշել է ղեկավարը, իրան թվում է Ստյոպիկին կտա մի հատ եկեղեցի, կասի վերջ, այսօրվանից կաթողիկոսը դու ես։ Ու ապրիա, կասկածեք, կամ կգրավի մի հատ եկեղեցի, կգրավի, բայց ինքը կարգալույց ոչնչություն է, ինքը Ստյոպիկն է արդեն, ինչ իրավունք ունի պատարակ մատուցելու, հա։ Պետք է գրավեն եկեղեցի։ Պատկերացեք, կարմիր բերետա, տարբեր գույնի բերետավորները գնում են եկեղեցի են գրավում։ Տեսարանա, չէ։ Ճիշտ տեսարանա։ Գրավում են եկեղեցին։ Սրան բերքում, Ստյոպիկի բերում կարգում են ընդեր, ասում են, դավայ Ստյոպիկ, դու երկի մենք լսենք։ Ասա, 10 րոպեից հետո այդ ովքեր կանգնած են ընդեր, այդ բերետավորները, դրանք ինչ աստված, ինչ պատարակ, ինչ սրբություն, ինչ բան, ակաժները թառամում է գնում են, Ստյոպիկը մնում է մենակ։ Ինչքան է տևում, ժամ ու կես պատարակը, այդ մի անգամ։ Այսինքն եկեղեցին պետք է գրաված պահեք, բլոկադայի մեջ պահեք, թե թազա եկեղեցի եք սարքելու։ Կարող է Նիկոլ Փաշինյանն ուզում է մի հատ նոր աղանդ գրանցի, Նիկոլի վկաներ, որի եկեղեցու գլուխն էլ կլինի Ստյոպիկ, Հուդա Ստյոպիկը, որ տարբերակն է, որ տարբերակն է աշխատելու, բայց հասկանում եք, չէ, դուք ում դեմ եք դուրս եկել, դուք դուրս եք եկել 1700 տարվա պատմություն ունեցող արմատները ոստերից չի երևում։ Այն որ ես այդ եկեղեցու հետևորդներ չեմ, բայց ես գիտեմ այդ եկեղեցին կա, ես գիտեմ որ արմատներն այնքան խորն են, որ գլուխը անդադ կրեք, կտրեսել մեկ այնքը ծիրա տալու։ Մեկ է դուք որոշում եք, որ նա Ստյոպիկ Հուդայով դուք կարողանալու եք եկեղեցի ստեղծել, որը պետք է հակառակվի, պայքարի հայրաքելական եկեղեցու դեմ։ Ձեզ բարի կործանում, ճիշտ եք անում, ես ասում եմ, չէ, նույնը փորձել անել Հիտլերը, դայից առաջ փորձում էր անել Լենինը։ Ամեն մեկն էլ որոշեց իր կրոնը ստեղծի, ինքն էլ դե աստվածներ։ Ինչով ավարտվեց։ Մենք բոլորս հիշում ենք։ Բայց Նիկոլի բամի ասեք, իրան ասեք իր հիմա ինքը չի լսել, որովհետև ինքը չգիտի, որ պատմության մեջ այդպես բաներ է եղել։ Հակառակ իր կողքիններն են ասում են սա, այս կենթանակերպը ասում է։ Մեր Արամի կարգալույց անելով աշխատանքային իրավունքի խախտում է տեղի ունեցել, պիտի ծանուցեին 2 ամիս առաջ։ Հագուհի, Հնթի, Թովմասյան։ Չէ, Ղազարյա կներեք։ Շատ էլ մի բան չի։ Բայց աշխատանքային պայմանագիր։ Էս հիշում եք բան կար, կազմակերպություն կար, կոչվում էր բժիշկներ առանց սահմանի։ Հիմա դրա մոդիֆիկացված այլասերված տարբերակն է։ Տխմարություն առանց սահմանների, անգրագիտություն առանց սահմանների կուսակցություն։ 2 ամիս աշխատանքային պայմանագիր։ Սրանք այտենց էլ չհասկացան, որ ոչ կաթողիկոսն է աշխատող, ոչ իր քահանան։ Սրանք չհասկացան, որտեղ ուրիշ հարաբերություններ ա, ընդհանրապես ուրիշ հարաբերություններ։ Ու այս տգիտությունն առանց սահմանների կուսակցության այս շերտը, այս տգետներ անսահման երկիր են ղեկավարում, դրա համար էլ մենք էս օրի ենք։ Այ ժողովուրդը տեսնում հասկանում է։ Փակցնել ոչինչ հնարավոր չի։ Հակառակ պետքա թողել խոսեն, թողել արտահայտվեն, թողել այլա պետքա թողել։ Մեկը ոչ իման չեն կարողանում անել, չէ՞։ Վերջը չեն կարողանում ձեռքերը բռնել։ Մի խանգարեք։ Եթե մարդը որոշել է ինքնաոչնչանա, մի խանգարի։ Համենայնպես ես այս բանով եմ, նշանաբանով եմ ապրում։ Իմ բոլոր ինձ վրա բոլոր այն ինչ որ լինում է հարցակումները ես այն աստիճանի հակարված չեմ տալիս, որ մի անգամից քոկը կդրվի։ Ես թողում եմ ինքնաոչնչացման process-ի մեջ այդ ամեն ինչը նայեմ ու իրականում արդյունքը լինում է առանց մեծ ջանքեր գործադրելու։ Հիմա սրանցն է, պետք է թողես իրենք իրանց վերանան։ Միջև կգա օրը ընտրությունները կլինի,
Մենք էլ կանենք մեր ընտրությունը։ Բայց եթե հանկարծ մեկն ուզում է ապստամբի, ես չասի, որ ես չեմ ուզում ապստամբություն, ես չեմ ուզում շուտապույտ այս կողմեն կողմից հարցը լուծվի։ Ոչ, ուղղակի ես այդ տարբերակը չեմ տեսնում։ Ոնց է լինելու դա։ Այ եթե նորօրյա շարժում է, որ ձևավորվել է Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, հա, մեր ձևով, լավ, ինչ ռաբիզա անվանում է, բայց թողում դա մի կողմ։ Այս մեծ ձևով շարժումը, որ Նարեկ Կարապետյանը ղեկավարում է, ես այսօր կարճ բան է իրան հղում է արել, հուսով եմ նայել, հուսով եմ մտածում, իսկ հղման կոչի բովանդակությունը հետևյալն էր, որ հարգելի Նարեկ Կարապետյան, դու քաղաքագիտություն ես սովորել, այն էլ Հայաստանի համալսարանում։ Դա իհարկե լավագույն տեղը չի քաղաքագիտություն սովորելու համար, բայց ասենք տարրական գիտելիքներ բազային գոնե տալիս է։ Այսինքն դու առնվազն գիտես ինչ է նշանակում կառուցվածք, պարլամենտ, կառավարություն, հարաբերություն, իշխանական թևեր եւ այլն։ Եթե դու Նիկոլ Փաշինյանից պահանջ ունես ու չգիտես այդ բան ոնց հասնել, ես ես մի անգամ հուշեմ, ընդամենը պահանջում ես կողքովդ քայլող այդ զբռոտին, որոնք ազգային ժողովում են լցված, վայ դնեն իրենց մանդատներ։ Ոչ փողոց չափչփել է պետք, ոչ այդքան ծախսել անել է պետք, հա, ոչ բռնվել է պետք, բացարձակապես։ Որովհետև Նարեկ Կարապետյան, ես նորից հիշեցնեմ, որ ժողովրդի մի մասի մոտ հստակ համոզմունք կա, որ Սամվել Կարապետյանը Ռուսաստանից ուղարկած օլիգարխ է, որը չի կարող այլ լինել, կան ասենք Սերժ Սարգսյան օլիգարխը, Գագիկ Ծառուկյան օլիգարխը, Ռոբերտ Քոչարյան օլիգարխը, իրանք անուն ազգանունով իհարկե տարբեր են, իրանք որպես մարդ իհարկե տարբեր են, բայց իրանք գործունեությունն ու նպատակները չի կարող տարբեր լինել։ Այդ կարծիքը կա ու ոչ ոք չի կարող դրան հակառակվել առ այսօր։ Միակ հակառակվելու ձևը այն է, որ որ ասեցիք, մենք չենք միանալու ոչ Ռոբերտին, ոչ Սերժիկին։ Ոյա կապա, դե դեպքում պահանջեք, որ մանդատները վայրեն։ Եթե դուք իրանցից մեկը չեք, դուք պահանջեք, թող իրանք չդնեն։ Ես չեմ ասում անպայման հասեք նրան, դուք հայտարարեք, պահանջեք, թող իրանք չդնեն ու թող ձեր կողմից ուղղակի գնան։ Այն ժամանակ կարող է ժողովուրդը ձեզ միանա։ Եվ այսպես, եթե ուզում եք այս հարցը լուծվի, առանց հեղափոխության, առանց կրակոցների, առանց ծեծուջարդի, տեսեք, բառացի քաղաքական ոճրագործություն է կատարվում, 15 հոգևորական ձերբակալված է, Վարդան Ղուկասյանից բացի եւս 6 թե 7 հոգի ձերբակալվել են 3, բռնություն են իրականացել դրանից բացի բյուրականի քահանայի վրա, ես դրա մասին էլ այսօր խոսամ, այսինքն էլ ինչ է պետք, սպասենք էլի դեպքեր լինեն, հա, սպանվել է քաղաքաբանը համայնքի պետ, ու մենք չգիտենք դեռ սա ինչ են անելու, իսկ անելու են ամեն ինչ, ես ասեցի դա եմ ասում, ԱԱԾ կամ այսօր դարձը դու պիտի լուծես, կամ պատրաստեղի վաղը, այն ինչ որ տեսա Գյումրիում մեծ մասշտաբների վրա իրականանալու է։ Եթե դուք պատրաստ եք ձեր ժողովրդին կոտորեք թուրքի համար, որ թուրքը գա մտնի ձեր տաները, դուք կանեք այն ինչ որ դուք կանեք, ժողովուրդն էլ կանի, մենք էլ կանենք այն ինչ որ մենք կանենք։ Եվ այսպես գերագույն վիժվածք սեփական մոլ նկատմամբ ցուցմունք տված Արման Բաբաջանյանը հայտարարում է. Ես կանգնում եմ կարգառույց հռչակված տերարանի, տերարան չի, ստյոպիկն է ինքը։ Որովհետև եկեղեցին ուժ է ստանում, թե այն ժամանակ, ինչ ասում, ուժ է ստանում, թե այն ժամանակ, երբ լրացնում է իր ներսի անհանգիստ ձայնը, այլ երբ քաջություն ունի լսելու իր ներսի ճաքերի մասին խղճի խոսքը, կարգալուծություն չէ, այ հոգևոր պատասխանատվություն։ Օհ լա լա, Փաստորեն խղճի խոսքը Փաշինյան Նիկոլն էր։ Ու ասում է մի մարդ, ով սեփական մորն է ցուսմունք տալով բանտարկե, ով ամբողջ կենսագրությունը կերծել է, լինելով հոգևոր ծառայ, չի սարկավագերին զիվիլ է ամեն դեպքում, թոներ են սարկավագները, սա էդ էլ չի եղել, չկարեցած հոգևորական, որ ամբողջ կյանքը պիղծ, համասեռամոլ, բազմասեր
երևույթը խղճից է խոսում, հոգևոր պատասխանատվությունից է խոսում։ Է պատահական է, որ հենց սա պետքա լիներ Ստյոպի Քուդայի կողքը կանգնած, Փաշինյան Նիկոլի կողքը կանգնած։ Իդեպ, փաստորեն, սրանց կողքն է կանգնել ամուր միացելը ժամանակին անկախական, բայց չգիտես ես վերջերս ակենցից բաց նիկոլական դարձած անունցա հիշեմ կասենավ արդեն մոռաց բայց նույնիսկ կարող է չհավատալ ամեն դեպքում իրայջով այս վերջի երկու շաբաթը սրանց է քարոզում ես խոսք եմ տալի ընթացքում հիշեմ անունը եւ ասեմ բայց գնանք առաջ եւ այսպես ինքն էլ ասում է չեմ հեռանալու ով է ինձ հեռացնողը Ստեփան Ասատերյանը չեմ հեռանալու ասում ով ինձ հեռացողը հա ես կարկալուց չեմ եղել ինչ որ մեկնի սենյակի մեջ նստել է սպիտակ թերթիկի վրա ինչ որ բաներ է գրել մեկին զրկել է քահանությունից իր ժողովրդին զրկել է քահանա ունենալուց այն էլ այն դեպքում եւ օրենքով չի արել այլ սեփական ցանկություններով հագուր տալու պատճառով եւ եթե ամենայն հայոց կաթողիկոսները այդպես մտածում ուրեմն իրեն էլ եմ ասում ով ես դու որ ինձ հեռացնում Չէ, դուք կարող եք ձեր խմբակցությունը ստեղծել կրոնական ազատ երկիր է, չէ, կրոնի ազատ երկիր է, չէ, այսքան աղանդավորներ կան գրած, աղանդավոր չասեմ վիրավորական անջում, գուցե այսքան կրոնական կազմակերպություններ են գրածված, դուք իլ կդառնաք այդ կրոնական կազմակերպություններից մեկը, մաքսիմում, բայց դուք ոնց կարող եք համեմատվել գիգանտ բաոբաբի հետ, դուք պատկերացնում եք, ասենք, գազոնը, ուզում է բաոբաբի հետ կռիվ տա, շնորհավորում եմ, Իսկ բաոբաբից մի հատ տերև ընկնում է, գազոնը չկա, ծածկվում է տակը, բայց իրենք ուզում են ընդ որում կեղծելով նաև, որ իրենք իբր աջակցությունն են, հիշում եք, չէ, ես մի քանի օր առաջ ասացի, որ Արամ կաթողիկոսի նամակի տեքստը կեղծված են ներկայացրել։ Փաշինյան Նիկոլը ամեն ինչ է կեղծում, նույնիսկ Արամ կաթողիկոսի տեքստը Ես մեկ կեղծված ներկայացնում ապուշը չհասկանալով որ ախր Արամ կաթողիկոսը հո Թրամփը չի որ չկարդա դու ինչ ես գրել դու իրանուց հայտարարություն ես տարածում այս մարդը ողջ է չէ մեկը կկարդա կասի բայց ոնց որ վեհապար դու ես չեր ասել եւ այսպես ներկայացված խեղաթյուրված իրականություն մներ ապա տեղեկատվություն հադիր այս վարչախմբին որը խստորեն անհանգստացրեց հայ ազգային կյանքը, վիրավորեց մեր ազգային հոգին։ Բայց մենք ուղղակի չենք ընկնելու։ Սա պատասխաններ Փաշինյան Նիկոլի։ Ինչ է նշանակում Փաշինյան Նիկոլ։ Կեղծիք, մահ, դավաճանություն, այլասերվածություն, Բաբաջանյան Արման ու տեսակ է, էլի, բուկետ։ Սա Այս կենթանին լավն է էլի երեքը մեջտեղում մի հատ նայեք էլի նորից սա այս են էլի դա որոնք ոչ մի սահմանափակում չունեն իրենց հանցագործությունների եւ կեղծիքների մեջ չկա արգելանք ասենք որ այս մեկը չեն կարող անեն այ լավ սա սաղամոթա այսա չեն կանի չկա դա նույնիսկ գնացել հասել են բյուրական Աննա Իսրայելյանն այդ մասին գրել այդ մենք դեպք իմացանք բայց մանրամասները չգիտեինք քահանանա պատմում անչափահաս երեխաս էր ահավոր վախեցել մենք կարծում ենք քնած էր բայց արթուն է եղել գլուխը վերմակով ծածկած ամբողջ ընթացքում տեսել է ու լսել է ինչ է կատարվում հաճելի չէ որ որևէ մեղք չունես տունը տեններ խուժում գուլագներ 37 թիվը Գողություն, սպանություն կատարած լինեի կամ օրենք խախտած լինեի, գուցե ասեի նորմալ է։ Եկել են տունս խուզարկելու, ես պարզ վկա եմ, ինչ խուզարկություն իմ տանը։ Իմ տան մեջ ասում են ինձ լռեք, հարց կտամ կպատասխանեք, չեմ տա, ձայն չանեք, ու փորձում են կնոջիցս երեխեքիցս բաներ ճշտել։ Դուք արա վիժված եք դուք, ու դուք ուզում եք ձեր անունները ոչ միտեղ չգրվի,
ուզում եք ձեր նկարները ոչ միտեղ չհրապարակվի, NKVD-ի վիժվասներն են այտենց մտածում, հետո հաջորդ սերունդը եկավ գնդակահարելու իրանց, նույնն է լինելու, չկասկածեք, արա դուք նույն հիմնարկն եք, տրադիցիաներն մնացել է նույնը, ոչ մի բան չի փոխվել, չի փոխվելու, քանի դուք այդպես եք։ Նրանց փաստաթղթերը հետաքրքրում, որ մեր տանը չկա, զենք զինամթերք, որ մեր տանը չկա, զարդ ոսկեղեն, որ մեր տանը չկա, դրամ են փնտրում, որ այդ պահին մեր տանը չկա, պատմեց Տեր Վրդանեսը։ Ու դուք երեսատեղի ունեք խնդրում եք, որ ձեր նկարները չտալացեն, ձեր մասին ինֆորմացիա չգնա։ Այս մասին իր հայտարարությունը տարածել նաև Ավստրիայի եկեղեցիների համաշխարհային խորհրդի պաշտոնական խորհուրդը։ Մենք առաջին օրը ստացանք Հյուսիսային Ամերիկայի եւ Տորոնտոյի եկեղեցիների դատապարտումը, հիմա Ավստրիայի եկեղեցիների համաշխարհային խորհրդի բանն եմ լսում ձեզ կարդալ։ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր ասամբլեան Ավստրիայում մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Այս տարվա հուլիսի սկզբին բարձրաստիճան եկեղեցականների ձերբակալությունների վերաբերյալ մեր մտահոգությունը հայտնելուց հետո պետք է արձանագրենք, որ իրավիճակը չի բարելավվել, այսինքն մտահոգությունը հայտնել են, սրանք չեն բարելավել։ Ընդհակառակը ձերբակալվել են 2 արքեպիսկոպոսներ։ Մեկ եպիսկոպոս Մկրտիչ Պրոշյանը եւ նայեք մեկ ծխական քահանա, Միքայել arczepiskopos Ահաջապահյանն արդեն դատապարտվել է 2 տարվա ազատազրկման իմիջիայլոց։ Դա էլ դատախազությունը բողոքարկել է, որ դուք չի չեք դատում։ Ու դուք ուզում եք ձեր նկարները չերև, ոչ միտեղ։ Իսկ մյուս հոգևորականները գտնվում են նախնական կալանքի տակ։ Այս զգուշած զարգացումները խորը հիասթափություն եւ ցավ են առաջացրել Ավստրիայի եւ ամբողջ աշխարհի բազմաթիվ հավատացյալների շրջանում։ Բարձրաստիճան եկեղեցիականների ձերբակալությունները, կալանավորումները եւ դատապարտումները ակնհայտորեն մարտահրավերներ են նետում կրոնական ազատությանը։ Մենք մտահոգված ենք այս մոտեցումներից, անհամատեղել է իրավունքի, գերակայության եւ մարդու իրավունքների սկզբունքների հետ։ Խոսքով եւ այլն։ Դեմ ասում մի հանգարեք, կանխել հնարավոր չի, թողեք գնդացրով կնակեն իրանց գլխին, ու իրանք հույս ունեն, որ այն ինչ որ իրանք անում են չի երևում, այն ինչ որ իրանք անում են ժողովրդին այն աստիճանով վախացնելու, որ ծպտունները դուրս չի գալու, հեսա կտեսնենք, եւ մագնակարիչ։ Ես այսօր որոշել եմ խոսքը տամ մեր ընկերոջը, այնքան լավ ասում, ես որոշել եմ թող ինքը ասելի, Գրիշա Սանդալյան։ Նմանալի կյանք։ Ով է տեսել մի երկիր, որտեղ 3 միլիոն վարչապետ պայքարի 1 վարչապետի դեմ։ Չգիտես, լաց թե խնդաս։ 3 միլիոն վարչապետ, որոնք չունեն անգամ հեծանիվ, իսկ 1 վարչապետ ունի ինքնաթիռ, շարասյուն, ամառանոց, պաշտոնական պալատ եւ անսահման բարիքներ։ 3 միլիոն վարչապետից կեսը ապրում է աղքատության մեջ, իսկ երկրի ղեկավարությունը բարեկեցության գագաթին է։ Չկա նման երկիր, դա միայն Հայաստանն է։ Հայաստանում իշխանությունը վաղուց դադարել է լինել ծառայություն ժողովրդի հանդեպ։ Այն վերածվել է բիզնեսի, սեփական շահերի, բարեկամների, ընկերների, շրջապատի սպասարկման գործիք։ Պաշտոնը մեզ մոտ դարձել է հարստացման աղբյուր, ոչ թե պարտականություն։ Մարդը դեռ նոր է գալիս պաշտոնին ու մի քանի ամսում փոխվում է դեմքը, փայլում է տրամադրությունը եւ իհարկե նաեւ գրպաններն էլ։ Հիշում եք երեկոյան Գյումրեցի այդ պատգամավորին ինչ ասեց, անուն չեմ հիշում, Ճենջոտ էմա էր ասեց, Պալյան, Պալյանն է։ Ճենջոտ էմա, ճիշտ է ասում եմ։ Ճենջոտ էմա։ Ճենջոտը կարող քպայական լիներ, ինչպես է նկարի մեջի հերոսը։ Նա այլևս չի հիշում, թե որտեղից է եկել եւ ում հաշվին է կանգնած։ Այդ պահին ժողովուրդը վերածվում է պարզապես դիտորդի, դառնում է այն մեկը, որ քվե է տալիս, բայց իրականում ոչինչ չի որոշում։ Երկրի իրական տերը ժողովուրդն է, սակայն Հայաստանում իրավիճակը շրջված է, ծառան դարձել է տեր, իսկ տերը ծառա։
Պետական կառույցները ծառայում են ոչ թե հանրային շահին, այլ իշխանության քվհաճույքներին, պահանջներին։ Այսօր ժողովրդի անունից որոշումներ են ընդունում մարդիկ, որոնք ոչ միայն կորցրել են ժողովրդի վստահությունը, այլև իրենց կապը հասարակ իրականության հետ։ Արդյունքում մի կողմից մենք ունենք փոքրաթիվ վերնախավ, որը ապրում է աներևակայելի հարմարավետ պայմաններում, իսկ մյուս կողմից մի ամբողջ ժողովուրդ, որը պայքարում է գոյատևման համար։ Ժամանակն է, որ ժողովուրդը դադարի պահանջել իշխանության հրաժարականը։ Ժամանակն է, որ ինքը ժողովուրդը դառնա իշխանություն։ Սա չի նշանակում փողոց դուրս գալ, կոչեր անել, սա նշանակում է վերականգնել ժողովրդական ինքնագիտակցությունը, պահանջել հաշվետվողականություն, մասնակցել որոշումների ընդունմանը, վերահսկել պետական ծախսերը եւ չլռել որևէ անարդարության դիմաց։ Քաղաքացին պետք է հասկանա, իշխանությունը նրա սեփականությունն է, ոչ թե հեռավոր կառույց, իսկ վարչապետը, նախագահը կամ պատգամավորները ընդամենը ժամանակավոր ծառայողներն են, ժողովրդի կամքով, ժողովրդի հաշվին։ Երբ ժողովուրդը հասկանա իր ուժը, նա այլևս չի լինի խաբված ընտրող, նա կլինի իր երկրի ճակատագրի համահեղինակ։ Հայաստանը կփոխվի ոչ թե իշխանությունների փոփոխումով, այլ մտածողության հեղափոխությամբ։ Երբ ժողովուրդը սկսի կառավարել իր պետությունը գիտակցաբար, ոչ թե հավատալով հերթական խոստումներին, այս երկրի փրկությունը ոչ թե մեկ մարդու ձեռքերում է, այլ 3 միլիոն վարչապետների գիտակցության մեջ։ Երբ նրանք հասկանան, որ ոչ ոք իրավունք չունի իշխելու իրենց վրա, միայն այն ժամանակ Հայաստանը կդառնա իրական պետություն, որտեղ իշխանությունը ծառայում է ժողովրդին, ոչ թե ժողովուրդը իշխանությանը։ Ժողովուրդը չպետք է վախենա իշխանությունից, իշխանությունն է, որ պիտի վախենա ժողովրդից, երբ դա տեղի ունենա, Հայաստանը այլևս զարմանալի երկիր չի լինի, այն պարզապես կլինի արդար երկիր։ Զարմանալի աշխարհ, Շնորհակալություն։ Շնորհակալություն Գրիշա Սանդալյանին, իսկ այն հերոսը, որ սկսել է քպեականներին գովազդել, դա Ազատ Արշակյանն է։ Ինչ կա, մտեք Facebook-յան էջ եւ համոզվեք։ Մի զարմացեք ժողովուրդ, մի զարմացեք։ Ամեն մեկը ինչ որ մի փուլից սկսում է հետապնդել այլ շահեր։ Ես արդեն ոչ մի բանի վրա չեմ զարմանում։ Ցածակապես։ Եվ այսպես ԿՊ-ի փակ խմբում Փաշինյան Նիկոլի գրառումը։ Հարգելի գործընկերներ, հույս ունեմ բոլորս հասկանում ենք Երևանի առաջիկա հանդիպությունների հատուկ կարևորությունը։ Տեսեք վախերը։ Այս առումով խնդրում եմ բոլոր ջանքերը գործադրել վաղը 18:00-ից Էրեբունի թանգարանի հարակից տարածքից նախատեսված մեր երթի բազմամարտությունը եւ էներգետիկան ապահովելու համար։ Երթից հետո տեղի է ունենալու հանրահավաք, որը նույնքան կարևոր է։ Յուրաքանչյուրդ խնդրում եմ ներգրավեք ձեր ընտանիքների անդամներին, ընկերներին, բարեկամներին, համախոհներին, վարչական ռեսուրսի կիրառումը բացառել, որ չվարվեն։ Բայց մոռացել են, որ ամեն ինչ վաղ թե ուշ գալի նման տեղը։ Հիմա Իոնիսյա, բամի դիմում են սրա վրա գրի։ Գրի բա։ Դու գնացել ստուգել ես, բոլորը հաճիկով են եկել։ Հա? Երևանի ընտրություններին բոլոր շրջանների ԿՊ-ականներին բերում է Երևանի դե հավաքվեն, հետո էլ միտինգ անեն։ Ընդ որում, այս ամեն ինչի արդյունքում ստացան 7%։ Հասկանում եք դուք ով եք։ Չէ, դուք պատկերացնում եք դուք ով եք, ինչ արժեք։ Լսենք սա։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մատիմի շարժումով գործընկերս հայտնվեց քաղաքացիական պայմանագրի Facebook-յան փակ խմբում։ Հետքի խմբագրությունում սկսվեց իրարանցում։ Բոլորս հավաքվեցինք էկրանի առաջ, տեսնելու թե ինչ էր խոսվում իշխանության փակ խմբում։ Խումբն ունի 850-ից ավելի անդամ։ Վարչապետ Փաշինյանը, կուսակցության ղեկավարությունը, պատգամավորներ, նախարարներ ու ակտիվ կուսակցականներ։ Մինչ Գևորգ Պապոյանը ջնջում էր սխալմամբ ավելացված մարդկանց, այդ թվում լրագրողներին, մենք հասցրինք ուսումնասիրել խումբը։ Խմբում քննարկվում են ամենատարբեր հարցեր՝ կուսակցության անդամավճարներ, պետական համակարգում աշխատանքի հայտարարություններ առաջին ձեռքից, ակտիվ տարածման ենթակա թեզեր ու գրառումներ։ Մի խոսքով, կուսակցության ընթացիկ գործունեության վերաբերյալ հարցեր։ Դուք ասում եք, մենք անում ենք։ Դուք ասում եք,
2023 թվականի սեպտեմբերին ընթանում էր Երևանի ավականու ընտրությունների քարոզարշավը։ Սեպտեմբերի 15-ին պետք է տեղի ունենար քաղաքացիական պայմանագրի քարոզարշավն ամփոփող հանրահավաքը եւ երթը։ Հանրահավաքի բազմամարդությունն ապահովելու նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան փակխմբում այսպիսի գրառում է կատարել. Հարգելի գործընկերներ, հույս ունեմ բոլորս հասկանում ենք Երևանի առաջիկա ընտրությունների հատուկ կարևորությունը։ Այս առումով խնդրում եմ բոլոր ջանքերը գործադրել վաղը ժամը 18:00-ից Էրեբունի թանգարանի հարակից հրապարակից նախատեսված մեր երթի բազմամարդությունն ու էներգետիկան ապահովելու համար։ Երթից հետո տեղի է ունենալու հանրահավաք, որը նույնքան կարևոր է։ Յուրաքանչյուրդ խնդրում եմ ներգրավեք ձեր ընտանիքների անդամներին, ընկերներին, բարեկամներին, համախոհներին։ Վարչական ռեսուրսի կիրառումը բացառել։ Շնորհակալ եմ։ Նիկոլ Փաշինյանի այս գրառման մեկնաբանություններում Կոտայքի փոխմարզպետ Հայկ Մկրտչյանը նշել էր, որ ինքը կապահովի 25-ից 30 մարդու մասնակցություն։ Գավառի ավականու ՔՊ խմբակցության անդամ Դավիթ Միրաբյանը գրել էր, որ համայնքի ՔՊ խմբակցությունը իր ողջ ռեսուրսով ներկա կլինի։ Նոյեմբերյանի ավականու անդամներից Հայկանուշ Բեգլարյանը նույնպես նշել էր, որ ներկա են լինելու հավաքին։ Հարց է առաջանում, թե ինչու պիտի Երևանի ավականու ընտրությունների քարոզարշավն ամփոփող հանրահավաքին մասնակցեին նոյեմբերյանի կամ Գավառի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամները։ Իսկ ովքեր Նույն ձևի ինչպես Գյումրիի ավականի ընտրություններում հոտի նման հիշում եք բարձել էին Իջևանից, Նոյեմբերյանից, ինչքան դասատու գրադարանի աշխատող կա, հոտի նման բարձել էին, բերել էին, բրախել էին փողոցում։ Նույն տնավաբանությամբ համ Երևանում պարտվեցին, մեծ հաշվով 7%, համ Գյումրիում։ Տեսեք այ ողորմելիներ, դուք չեք հասկանում, որ դուք չկաք։ Այդ էլ 23 թիվներ է։ Հիմա այսքան բանից հետո դուք հույս ունեք ինչ որ բան ձեն տանել, ձերա մաքսիմում 10-15%-ն է, մաքսիմում ամեն ինչ որ ճղեք, սես պատրեք, էնել ինչ է տալու ձեզ, դա ձեր բահն է, ձեր վերջն է, այն ժամանակ միամիտ գնացին Արամ Սարգսյան ընտրեցին, հիմա էլ հասկանում է, որ Արամ Սարգսյան նույն Նիկոլ Փաշինյանն է, հույսները ինչեր եք դրել, 10 լիտր բենզինի, Գրզոյի վրա եք դրել, թե Վիվարոյի Վիգենի, որ ինչ-որ ձևով կարանա փող բաժանի։ Ձեզանից փող վերցնողը մեկը գնալու ձեր դեմ ընտրի։ Որտեղ ձեր նման անառակներին անառակություն է հասնում։ Էն ականջդ կանչի։ Մեծ վարպետը, որ Գորբաչովին ասեց, Հենրիկ Իգիթյանը, ասեց, կդրես, բայց բոզություն է ասում։ Ինչ ուզում եք 10 լիտր բենզին տվեք, ուզում եք Վիվարոյի բիտկոիններ տվեք, ինչ ուզում եք տվեք։ Ձեզ անելու են այն ինչ որ ձեզ հասնում է։ Գնանք առաջ։ Ովքեր են եղել Կոտայքի փոխմարզպետի հանրահավաքին բերվող 30 հոգին։ Երևանի ավականու ընտրությունների քարոզարշավի ընթացքում հանրահավաքներին մասնակցելուն դրդելու մի դեպք էլ բացահայտել էր ակտիվիստ Արթուր Չախոյանը։ Նա ՔՊ-ի հավաքի ընթացքում մոտեցել էր մասնակիցներին եւ հարցրել, թե որ հիմնարկի աշխատողներ են նրանք։ Մասնակիցներից որոշները նշել էին, որ դպրոցների կամ մանկապարտեզների աշխատողներ են եւ եկել են ողջ կոլեկտիվով։ Որ ոչ թե մի հանրապետականներ դուք եկել։ Հասկանում եք, արա իդիոտներ, ձեր գործիքակազմը նույնիսկ չի փոխվում։ Այնքան անուղեղ եք, որ մի նոր բան չկարողացաք մտածել։ Էլի գրադարան, դպրոց, պոլիկլինիկա, մաքսիմում խեղճ կրակներին աշխատավարձից զրկելու աշխատանքի կորուստի վախից դուք բերեք, իսկ դուք ստակացել եք մարդկանց, նվաստացնում եք աշխատանքի հեռացման վտանգով, սենց ասեմ։ Կոսմետիկ եւ ձևի համար Արոտ մանկապարտեզից 35 մեր հայրենակիցներին այլ իրականացնենք ֆիզիկ եւ համակարգային լուծումներ։ Մի մանկապարտեզից 35 մեր քաղաքին, որովհետեւ մեզ համար սիրելի մասիվցիներ, սիրելի ապտի Արթուր Չախոյանը։ Զգուք Արթուր Չախոյանը ինչ գործ անում։ Մի հատ տողից որոշել եմ, դեռ հարցում եմ անելու։ Մի հոգով էս ինչ գործ անում։ Մի հոգով։ քաղաքացի երբեք անձնական վրեժխնդրության գործի չի կարող։ Մեզ համար երբեք քաղաքները եւ համայնքները
Ես ուզում եմ, որ մենք, եւ ես խնդրում եմ, 116 մանկապարտեզից 15 որ 25 հոգի։ հանրահավաքներին մարդկանց բերելու համար օգտագործվել են վարչական ռեսուրսներ։ Իշխանությունը, որը խիստ քննադատում է ցույցերին վարչական ռեսուրսն օգտագործելու դեպքերը, ինքն է դա արել։ Մեր հետագա հաղորդումները բաց Լավ, բա ինչ պետք է անեն, բա ուրիշ որտեղից պետք է գլխականակ գտնեն, ուրիշ ոչ մի տեղից։ Դա էլ չի փրկելու։ Այս դերին տենում եք, մի ճենջոտ է սա է։ Էս է, իր մասին էլ խոսքը։ Նաև ուրիշ հարցով հրան ողջունում է Ալիևի հայտարարությունը։ Ալիևը հայտարարել է, որ ես կթողեմ Ղազախստանից Հայաստան ծորեն անեն։ Ալիևը գալիս է օգնության Փաշինյան Նիկոլին։ Որ վաղ ասեն վերջ, խաղաղություն է։ Տեսեք, Ալիևը փողում է իր տարածքով։ Ծորեն գա։ Ու հենց մեզ չընտրեք, Ալիևը նույնիսկ փակել է։ Ալիևը Նիկոլի էս հովանավորն է կանգնելու, այնպես ինչպես միջև հիմա Նիկոլն է եղել Ալիևի հովանավորը։ Մի զարմացեք։ Նիկոլը Ալիևի հովանավորն է եղել 20 թվականից պատերազմը հաղթելու համար, Հայաստանը սպանելու համար, Արցախը դատարկելու համար, տարածքները զիջելու համար, իր վրա քրեական գործերը հանելու համար, իր պրոպագանդան իրականացնելու համար, այնքան բան Նիկոլ, որ Նիկոլն է արել Ալիևի համար, Ալիևի հետ այդքան իր համար բան չի արել։ Հիմա Ալիևն է ուզում օգնի, որ Փաշինյան Նիկոլը այս հանգամանքները կարողանա օգտագործի միջև ընտրություններ։ Բայց դե հարց է առաջանում։ Քանի հոգի կա, որ կարող է մտքի ծայրով անցնի, որ Ալիևը Հայաստանի լավն է ուզում։ Քանի հոգի։ Մարդ, որ մեր երեխեքին ընդեղ պահում է զինվորների պատանդ, մարդ, որ ռազմական հանցագործը սերիական, ցեղասպան, ինչ Նետանյահուն, ու մեկ է, չէ, դա մի նպատակ ունի, օգնել Փաշինյան Նիկոլին, եթե մարդը դեռ չի հասկացել, դժվար է նրան մարդ ասելը, անենց որ ճենջոտ, չարշապեց, մեզ դա ոչ մի բան չի տալիս, սա լսեք, նկարները համացանցում տարածեց մեր Գիտեիք, որ նախքան ֆրանսիական բաստիոններ ձեռք բերելը, որոնց նկարները համացանցում տարածեց մեր շատ սիրելի հարևանը։ Դեռ 2022-ին Արմհայտեկ ցուցահանդեսի ժամանակ հայտարարվել էր, որ Հայաստանը շուտով ունենալու է սեփական արտադրության զրահամեքենա, անուն 2022-ին հայտարարվել։ Ով է դա ժամանակ, վարչապետը? Փաշինյան Նիկոլ։ Հարց 3 տարի անց է։ Ուրա։ Ամեն ժամանակ մի բան հայտարարում։ Խաղաղություն է, վերջ, ճանապարհը բացվեց, վերջ, սառնալն ենք արտադրում, վերջ, հեսա էժանությունն է, դուք արդեն լավ եք ապրում, դուք երջանիկ եք, դուք արդեն հարուստ եք, Հայաստանն ամենաապահով երկիրն է, վերջ։ Բարդիները տնկում ես, հարևանի չես տնում եւ ապահով ես դու, վերջ։ Լուսան։ Սակայն իրականում լուսանները ոչ թե արտադրվելու, այլ ուղղակի հավաքվելու էին Չարենցավանի հաստոցաշինական գործարանում։ Ռուսական Ռիդա գործարանի արտադրած շասիներով եւ շարժիչներով իրականացվելու էր խոշոր հանգույցների հավաքման գործընթաց, հիմնված լինելով ռուսական բուրան զրահամեքենայի վրա, որն էլ իր հերթին հիմնված է Գազ 33 Սատկո բեռնատարի վրա։ Հիմնական պատվիրատու լինելու էր Պաշտպանության նախարարությունը, ինչպես նաև բանկերը, որպես ինկասացիոն ավտոմեքենա։ Լուսան զրահամեքենայի տեխնիկական բնութագիրն է 4 քարշակ, դիզելային 8 մխոցանի շարժիչ, 4 տոննա բեռնատարողություն։ Խոսքով հերթական միֆը, հերթական սուտը բերես, դրվեց, գովազդվեց, հեսա տես, ուժեղանում ենք, կարկածում ենք, սեփական էս, այն դրոնները, զենքերը, հրթիռները։ Որ հետո ասեն, չէ՞ մեզ բանակ պետք չի։ Ինչ բանակ։ Որ բանակ ունենանք, թշնամին, հակառակորդը, Ադրբեջանը կնեղանա, կնյարդայնանա ու կհարձակվի մեր վրա։ Նրանք մաքսիմում սա կարողանում անեն։ Սա արդեն նոր է։ Գավառշաբաթի ընտրությունների պաշտոնական քարոզարշավից մեկ օր առաջ խոշորացված համայնքում բարեգործական միջոցառում է կազմակերպվել, որին մասնակցում են Արմավիրի մարզի իշխանական վերնախավը, այդ թվում։ Խոյ գիտեք որ համայնքն է։ Այն որտեղ ոստիկանին ծեծեցին, համայնքի ղեկավարի եղբոր
տղուն տուգանելու համար։ Ծեծեցին, մեքենան ջարդեցին, իրանել տարան ոստիկանություն։ Դու ես մեղավոր, լավ չես քշել։ Լավ չես քշել, դավայ քեզ ծեծել են։ Ես այդ համայնքն է։ Դա Վաղաշապատի համայնքապետի թեկտածու ՔՊԱ-ական Արգիշտի Մեխակյանը։ Բարեգործությունը, որի ժամանակ գյուղի երեխաներին բաժանվեցին Արգիշտի Մեխակյանն էլ հիշում եք ով է։ Ում հայրը ազատամարտիկ է եղել։ Ես այն ուրացողն է, էլի։ Հուդան, չեք ուզում սա բոլորը հուդա են։ նվերներ, իսկ մի երեխայի տրվեց $10,000 չափ գումար, կազմակերպել է Խոյի բնակիչ համայնքի ՔՊԱ-ական ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի ընկեր Ռուբեն Մանուկյանը։ Ուշագրավ է, որ երեխաներին նվերները բաժանում են բարեգործը եւ ՔՊ-ի ավագանու ցուցակի երկրորդ համար Լյուդվիգ Յայլոյանը։ Բարեգործը։ Ես գիտեք ես նկարի մեջ ինչը սարսափեցեց, ինչ սեր նայեք։ Այս քանակը, իհարկե հասկանում եք ովքեր են մանկավարժներ, համայնքում շատ պետական աշխատողներ կան։ Բեմի վրա ելույթ ունեցավ Արգիշտի Մեխակյանը, ով շնորհակալություն Դենաս այս հավաքածները հիշում են, որ սենց մի հատ սերունդ տարավ սպանեցա, սրանք ավելի ճիշտ։ Ես հիշում են, որ այսպես մի հատ սերունդ հավաքեց, տարավ լցեց բայրակտարների տակ, որ հետո ասեր ուրախ եղեք իրանք Հայաստանի պետականության ուժեղացման համար են սպանվել։ Չենք կարող Արցախը հենց ներս տայինք, պետք է ձեզ սպանեինք, հետո Արցախը տայինք, որ մենք ուժեղանայինք։ Այս հավաքվածները հիշում են դա թե չէ։ Ես այս երեխեքի ծնողներին ուղղակի խորհուրդ կտայի մտածել դրա մասին։ Հաջորդը ձեր երեխեքը կարող են։ Որովհետև այն ինչ որ ասոցիացվում է Փաշինյան Նիկոլի հետ, դա խայտարակություն, մահ, պատերազմ, ինքնաոչնչացում։ Ձեր երեխեքին թողել եք գնանես միջոցառմանը, մի քանի կոպեկի համար։ Ձեր երեխեքին պետք չի դա ձեզ է պետք։ Դուք ձեր երեխեքին վաճառում եք, ասում դուք այն աբորիգեններն եք, թողնել են ինձ աբորիգենները, ովքեր իրանց լավ ապրելու համար իրանց երեխեքի մասերն են վաճառում, կան չէ՞ որ աֆրիկյան երկրներում գնում, պոշկեքն են առնում կամ չգիտեմ ինչ, մասերը։ Դուք դա եք անում։ Դուք ձեր այսօրվա կոմֆորտի համար ձեր երեխեքին, այսինքն, տարածել եք բեմի վրա, որտեղ ասեմ մի ամբողջ սերունդ սրանք տարան սպանեցին։ Ձեզ թվում է դա ձեզ չի լինելու, որ սրանք հանկարծ անցան։ Դուք մտածելու եք Թուրքիայից ոնց եք ապրելու։ Մտածել եք արդեն։ Հա։ Թե արդեն ձեզ խոստացել են, որ դուք խնդրեմ չունեք։ Այդ թուրքը գալու է ձեր կողքով անցնի։ Ու հաստատ ձեզ ոչ մի վտանգ չի սպառնում։ Գան Գերերնի հուշարձանին։ Եվ այսպես։ Որոշվել է ի վերջո։ Շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցնել շինհրապարակի պատշաճ կահավորման եւ աշխատանքների անվտանգության ապահովման նպատակով, ասեք այսքան բանից հետո, հա։ Իսկ սրա մասին ավելի մանրամասն գրում է այգը։ Եվ այսպես, ասում փաստորեն, հա, այս բարձեն են, որ այս ամիջը տեղի ունեցել առանց համապատասխան ստորագրված պայմանագրի, ասել կուզի օրենքի կոպիտ խախտումներով։ Չի եղել համապատասխան պայմանագիր, ասել են քանդի, ավելի։ Այսինքն հայոց ցեղասպանության հուշահամալիրը սկսել են քանուքան դանել պատվիրատու կողմի ԿԳՍՄ նախարարության եւ հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հիմնադրամի բանավոր ցուցումների հիման վրա։ Դուք պատկերացնում եք բանավոր ցուցումների վրա քանի միլիոն էին անել դոլարով։ Բանավոր ցուցումների վրա փաստորեն չկա տակը ոչ մի պայմանագիր ու հիմք։ Այս տեղեկությունը բազմաթիվ ճարտարապետների ու հանրության ներկայացուցիչների ներկայությամբ հորդորեց եւ հաստատեց հայ նախագիծ, հաղորդեց կներեք, հայ նախագիծ ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանը։ Ասել են բերեք ցույց տվեք այդ պայմանագիրները, ստանդարտները ինչ պետք է արվի, ոչ մի բան չկա։ Բանավոր։ Միայն այս դրվածքով պետք է հարուցի քրեական գործ եւ կալանվեն առնվազն 3 անձ։
ԿԳՍՄ նախարարը այս փաստը թաքցնելու, հանրության ապակողնորոշելու եւ արձանագրած հանցագործության մեջ մեղադրող անձանց դեմ դատական հայտարարություն ներկայացնելու համար։ Պատկերացնում եք, իրանք հանցագործ են, բայց այս ամեն ինչը բացահայտողների դեմ են իրանք բաներ ներկայացնում, հայցեր ներկայացնում։ Հիմա Ազատ Արշակյանին ու մնացած բոլորին հարց եմ տալի։ Դուք հանցագործ համարում եք ձեզ, պարոնայք։ Հանցագործ դուք ձեզ համարում եք։ Դուք հանցակից եք, համարեք ձեզ, թե չհամարեք։ Դուք բոլորդ, ովքեր այս իշխանությանը ցանկացած ձևով աջակցում եք կամ հավատում եք կամ օգնում եք, դուք բոլորդ հանցակից եք։ Հանցակից եւ հանցագործ։ Թանգարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռայմոնդ Գևորգյանը պատվիրատու կազմակերպություն հանցագործության փաստը կոսկելու համար, պատկերացնում եք, հանցագործության փաստը կոսկելու։ Եվ Էդիտա Գզոյանը որպես պատվիրատու կազմակերպության ներկայացուցիչ հանցագործության փաստը կոսկելու հանրությանը տարբեր եղանակներով ակումբակողներշկելու համար։ Հիմա ԱԱՑ վաղը ձեր այդ բաները գլխներիդ քաշած մտնելու եք սրանց տները։ Արդեն առավոտ։ Սա փաստա Իոնիսյան։ Մի հատ դիմում է սրա համար գրի։ Կգրես։ Թե քեզ մենակ Նիկոլն ասում ում վրա ինչ գրես։ Գոնե այս դրվագով ՀՀ դատայերական համակարգը հնարավորություն ունի ապացուցելու, որ այն գոյություն ունի եւ կարողանում է կողմնորոշվել եւ գործել անտեսելով կառավարության կողմից գործադրվող ճնշումներն ու ցուցումները։ Մի խոսքով։ Ու լրող հանցակիցների թվում են նաև Արագ Հարությունյան, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Զահրե Սինանյան, Սփյուռքի գործերի հանձնակատար, Վլադիմիր Վարսանյան, ազգային ժողովի падգամավոր, որ այս թանգարանի հետ կապ ունի, Հարություն Մանուկյան, այս թանգարանի նախկին տնօրեն, Եղիշե Կիրակոսյան, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս եւ Հովանես Հովանեսյան, ԵՊՀ ռեկտոր, Հրանուշ Խառատյան, Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության ազգայնության ինստիտուտի գիտաշխատող։ Այս բոլորը համահանցակիցներ են իրենց լրության լուր համաձայնության համար։ Ինչպես տեսնում եք, հոգաբարձուների խորհրդի կազմում հայտնված են երկու անդամներ՝ Վլադիմիր Վարդանյանն ու Եղիշե Կիրակոսյանը։ Մասնագիտությամբ իրավաբաններ են, հրաշալի հասկանում են, որ տեղի ունեցած հանցագործության համար ՀՀ գործող օրենսգրքով սահմանվում է 5 տարվա ազատազրկում, որ ասում է Պետրոս կինդ նստելու է։ Հասկացա, որ հիմա արդեն հոդվածը վրեն է։ Որ ոչ մի բան չլինի, այս հոդվածը կնոջդ վրա կա արդեն։ Միայն թե պետք է խիզախությունն որ խոսեն համահայկական նշանակության հուշ համանեգի դեմ գործադրված անհերքելի փաստերով ու ապացուցելի վանդալիզմի ու դրա հետևանքների մասին։ Ոնց սրանք են։ Նրանք առաջ։ Ես աղջկնակին եմ լսեք, ես դառնում եմ այս հրաշքվալիկի ֆանատը։ Ես անկեղծորեն ասեմ, շատ հաճախ եմ մտածում եւ մտքումս պատկերացնում, թե այս իշխանությունը ինչ պատժի է արժանանալու։ Ես ձևերի մասին եմ մտածում եւ զանգի ասեմ։ Ես արդեն պատկերացել եմ, նկարագրել եմ, չէ՞, այդ Պոչամբարի մեջտեղում մի հատ կղզի է, տեղադրում ենք ներուց։ Ու նայում ենք իրանք ոնց են sense մուտացվում է թույնի միջավայրի մեջ։ Եթե համաձայն եք իհարկե։ Դժվարանում եմ գտնել այդ ձևը, որովհետև այդ ինչ պետք է լինի, որ համարժեք լինի իրենց այլանդակություններին։ Բայց մի բանում վստահ եմ, որ նախկին հորջորջվող բոլոր գործիչների ամենամեծ ամոթն ու ամենամեծ պատիժը հենց այս իրականությունն է։ Ես լավն է, չէ՞։ Ու սա ասում է Աշոտյանի այս դեմքի արտահայտության ներքո։ Այո, նախկին հորջորժվող գործիչների ամոթալի իրականությունը, մեզ ստեղծած իրականությունը։ Հա, ճիշտ է ասում, Արմեն։ Ճիշտ է ասում։ Սա ձեր է փած ճաշնա։ Ու միջև մեն դուք եք իրան պահում։ Դուք համահանցակիցներ եք։ Կեցե մեր մալիկն, լավն է։ Իրեւ Թուրքիայի գործերը լավ չեն։
մենք։ Անսպասելի արդյունք է արձանագրվել Թուրքիայի կողմից զավթված Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունում կայացած նախագահական ընտրություններում։ Որպեսզի երկար չնայենք այս տեսանյութը, ես ուղղակի կարճ բացատրեմ, որ ընդդիմությունը հաղթել է 63%-ով։ 63%-ով ընտրվել է ընդդիմությունը, պատկերացնում եք ինչ հսկայական թիվ է։ Իսկ Էրդողանի կուսակցությունը պարտվել է 35%-ով։ Ցավը գիտեք ինչու՞մն է, որ հաղթած կողմը ընդդիմությունը իր ծրագրերով Հյուսիսային Կիպրոսի վերամիավորման կողմնակիցն է։ Հարավային Կիպրոսի հետ։ Այսինքն, այս մարդիկ ծրագիր են առաջարկել, որ այս Կիպրոսի, Հյուսիսային Կիպրոսի ապագան իրական Կիպրոսի հետ նորից վերամիավորման մեջ է։ Այսինքն Եվրոպայություն մտնելը։ Ու փորձում են վերլուծողները հասկանան ինչը բերեց դրան, ոնց կարելի է թուրքերը որոշեն մեկին ընտրեն, որն ասում է պետք է միանանք, միացնենք այս կղզին, մենք էլ դառնանք իրանց հետ նույն Կիպրոսը։ Այ հենց նենց։ Որովհետև ինչ է տվել Հյուսիսային Կիպրոսին, Թուրքիան Հյուսիսային Կիպրոսին, այն ինչ որ կատարվում է Թուրքիայում։ Ինֆլյացիա, աղքատություն, մեկուսացում եւ անորոշություն ամենակարևորը։ Այսինքն Կիպրոսի խնդիրը լուծելը, ասես կիպրացիները իրանք լուծեցին։ Կիպրացի թուրքերը նույնիսկ հասկացան, որ Էրդողանի Թուրքիայում իրանք ապագա չունեն, որ Էրդողանը եկել է ոչ թե գրավելով իրանց, որ իրանց ապագա է ստեղծելու, այլ մեկուսացել ստացելը սարքելը աղքատ երկիր, ինչպես Թուրքիան, որտեղ ինֆլյացիան էլ սահմաններ չի ճանաչում, պարտքերը, սանկցիաները, այսինքն ապագա չկա։ Նայում են սահմանից են կողմ, գիտեք Հյուսիսային եւ Հարավային Կիպրոսի սահմանը ոնց է։ Համարյա թափանցիկ։ Անձնագիր եթե ունես մի փոքրիկ տեղ է, դուր է մի հատ։ Ես անցել եմ, երբ որ Կիպրոսում հյուրախաղեր էի, այդ համերգներից մի օր ազատ էի տանանքում, կնոջս հետ այս քայլելով մեր ընկերների հետ, անցանք սահմանը, ընդամենը ոչ վիզա, ոչ բան։ Նայեցին, որ դու անձնագիր ունես, մտակ թուրքական կողմ, պատտվեցին, ամենա սիրուն մասը մնացել է այնտեղ։ Այդ ամբողջ այդ պատմական հուշարձանները մնացել է այդ տարածքում, ման եկանք, ինչ որ իրադարձանք Եվրոպա, մտանք Թուրքիա, դուրս եկանք առանց վիզա, առանց ոչինչ բան։ Եվ մարդիկ գնում գալիս են, մարդիկ տեսնում են այդ տարբերությունը կենցաղի, հնարավորությունների, ու իրենք իրենց հարց են տվել։ Ինչի ենք մենք սենց։ Որովհետև Էրդողանին է դա պետք։ Մեկը թուրք ազգությամբ առաջարկել է ու 63%-ով ինքը հաղթել է այս ընտրություններին։ Ընդ որում պարտված կողմը ընդունել է իր պարտությունը, շնորհավորել է, այնպես որ ես որ ասում օրը գալու է, այն Ադրբեջանի այն փոքրիկ մասերը ռեֆերենդումով միանալու են մեզ։ Եթե մենք կարողացանք այնպիսի մի Հայաստան ստեղծել, որը գրավիչ է, Ադրբեջանը քանդվելու է իրան, այդ մասերը առանձնանալու են մեր հետ միանալու համար։ Պարտադիր չես կազմի մեջ, բայց ոնց է Կիպրոսի համար Հյուսիսային հետաքրքիր գրավիչ հարավային բանը Կիպրոսը։ Նույնը պետք է լինել։ Նույնը պետք է լինել եւ այդ մարդիկ ուղղակի իրան զերով քանդելու են Ադրբեջանը։ Շատ բարձ ու բնական եղանակով։ Եվ այնտեղ ոչ մեկին չի կարող մեղադրել, որ հայերը ագրեսոր են։ Այնտեղ ագրեսիա չկա։ Մարդիկ ռեֆերենդում են անում, ցանկություն են հայտնում, դու ձեռդ մեկնում ես օգնության։ Վերջացավ գնաց։ Առաջի փորձը հենց եղավ Հյուսիսային Կիպրոսում։ Ու սա խիստ անհանգստացել է բանին Էրդողանին։ Էրդողանը անձամբ ինքը այդ մասին չի խոսում, բայց իրանց կուսակցության բաները խոսացող գլուխները խոսում են, որ չի կարելի դա ոչ մի կերպ թույլ տալ։ Պետք է ազգային ժողովը արգելի նոր նախագահի արդեն ընտրված նախագահի բանը կառավարումը եւ ձև գտնի այս ընտրությունները չեղյալ համարել։ Չէ, դուք չեք կարող։ Ասեմ ավելի, նույն ձև քանդվելու է նաեւ Թուրքիան։ Հենց կողքը մի պետություն եղավ, որ ինքը արցավ ավելի հետաքրքիր,
դա կլինի Հայաստան, դա կլինի Քրդաստան, Իրաք, չգիտեմ, Իրան, պատկերացնում եք ինչ կլինի Թուրքիայի, եթե Իրանը լուրջ բան դառնա, մի քիչ դեմոկրատական երկիր դառնա, ինչքան մարդ ձգտի դեպի այնտեղ։ Եղածքով, այն ինչ որ ինչի մասին մենք որ խոսում ենք, ամենահետաքրքիր տարբերակով, ամենաիդեալական տարբերակով պատահեց Հյուսիսային Կիպրոսում, որտեղ թվում էր, թե ամենաքիչն է դա հնարավոր։ Եվ եղավ։ Ես սա եմ ուզում այդ լսենք։ Values which I see as the core of Israeli society nowadays. 3 or 4 sets of values which explain everything. Ասում է արժեքները, որոնք այսօր շատ խորն են նստած Իսրայելի հասարակության մեջ։ Ես սա ուզում եմ անպայման իհայտ լսենք եւ ես կթարգմանեմ։ Սա հայտնի լրագրողն է Գեդեոն Լևի, իսրայելցի, եւ Իսրայելում է այս ամեն ինչը։ Այս հայտարարակ պարտությունը որ ունեցավ Իսրայելը, թվում է թե իրանք զինադադար են կնքել, բայց չէ, շարունակում են ռմբակոծել, շարունակում են սպանել պաղեստինցիներին, ուղղակի արդեն վերևից ոչ թե հիմա մտել են իրանց տարածք, այն ինչ որ մինչև այդ են անում։ Բայց այս երկու տարվա պատերազմը հանդեց ամբողջ միֆը, իսրայելական հասարակությունը, իր դոմինանտությունը, ամբողջ միֆն է քանդել, Պանդորայի աղբյուրը բացվել է եւ հիմա հայտնի ժուրնալիստ Գեդեոն Լևի պատասխանում է, ասում է 3 միֆ, որ այնքան խորն է մեր մեջ նստած, որը սպանում է մեզ։ Եթե մենք ուժ չունենանք էսի հանելու, մենք կորացենք։ Տեսնենք ինչ է միֆ, 3 միֆը որն է։ Սա մեզ էլ է վերաբերում։ The first very deep rooted value, and let's face it, is ասում առաջինը շատ խոր է, ասում է իբր արժեք, ասում արեք արերեսվենք դրա։ The value that we are the chosen people. Որ իբր մենք ընտրյալ ժողովուրդ ենք։ Սմալեկը հավեսենք, ամենամեծ բանը արժեքի իբր։ Seculars and religious will claim so. Ասում եւ աշխարհիկներն են դա ասում եւ բանը հավատացյալներն են դա And even if ասում։ they don't admit it, they feel so. And the implementation is very simple. If we are the chosen people, who are you to tell us what to do? Եվ ասում է, բոլորն են ընդունում դա եւ դա արդյունքը է նա, sense, եթե մենք ընտրյալ ժողովուրդ ենք, ով ես դու որ մեզ ասես մենք ինչ պետք է անենք։ Who are you? Who is the international community to tell Ով է միջազգային հանրությունը որ մեզ պետք է ասի ինչ անենք։ Israel what to do? International law? Who? Wonderful Ինտերբանը միջազգային օրենք ով է։ thing. It doesn't apply on us. Դա smakawa լավ բան է, բայց մեր դա կապ չունի, մեր վրա չի տարածում։ Իդեալական նկարագրումը իսրայելական հասարակության մեծ մասի 86%-ի, որտեղ 86%-ը տենց ամտածում է պաղեստինցիների մարդ չեն, եւ այս պատերազմի կողմնակից են իրանք սկզբից։ Միջև այն ժամանակ, որ պատերազմը տարածվեց նաեւ Իրանի վրա, եւ պարզվեց պատերազմը այդքան էլ լավ բան չի, կարա նաեւ իրանց տուն մտնի։ It apply on any other place on earth, not on Israel. Դա ասում է միջազգային օրենք, բան աշխատում է կար աշխատի բոլոր տեղը, բայց ոչ Իսրայելի վրա։ Because we are the chosen people, don't you understand? Որտեղ մենք ընտրված ենք, ասում չեք The հասկանում։ second very deep rooted value is obviously the value of we the victims, not only the biggest victims, but the only victims around. Երկրորդ ասում շատ խորն է մեր վրա նստած, մեր մեջ նստած, որ մենք զոհ ենք։ Ու միակ զոհն ենք, ու ամենամեծ զոհն ենք մենք։ I don't recall one occupation in which the occupier present himself as the victim. Ասում չեմ հիշում մի հատ օկուպանտի, որ համին օկուպանտը համեն ներկայանում է իրեն որպես զոհ։ Պատկերացնում եք ինչ քաղաքացիական ուժ է պետք ունենա, բայց բոլոր համարական ճշմարտության մասին հենց Իսրայելում խոսել։ Not only the victim, the only victim. If to quote the late Golda Meir, whom I quoted also last time, I know. Եվ մա Golda Meir-ին պետք է բանանի, But ցիկլի։ it is so unforgettable, I have to use it again. Այնքան անմոռանալի է, որ նորից պետք է ես օգտագործեմ դա։ She once said that we will never forgive the Arabs for forcing us to kill their children. Որ մի անգամ ասել է, որ մենք երբեք արաբներին չենք ների, որ մեզ ստիպեցին իրանց երեխեքին սպանել։ Պատկերացնում եք, շատ տիպիկ հրեական է։ We are the victims. We are forced to kill their children.
Մենք ասում ենք զոհ ենք, մենք ստիպված ենք իրանց երեխեքին սպանել։ Մենք զոհ ենք։ Poor us. And as the victim and the only victim in history, again, it enables us the rights to do whatever we want, and nobody is going to tell us what to do because we are the only victims. Ասում եմ, մենք այնքան զոհ ենք, ասում այնքան զոհ ենք, ասում որ ոչ մեկ չի կարող մեզ ասել ընդհանրապես մենք ինչ անենք, որտեղ մենք զոհ ենք, մենք զոհ ենք։ To this, there is a third very deep-rooted value, and this is the very deep belief, again, everyone will deny it, but if you scratch under the skin of almost every Israeli, you'll find it there. Ասում եմ, այնքան խորն անստած, ասում եմ, դե նույնիսկ ասում եմ, դուք մերժեք, բայց ցանկացած իսրայելցու կաշին հանեք, կտեսնեք բակը ինչա։ The Palestinians are not equal human beings like us. Որ պաղեստինցիները հավասար չեն որպես մարդ մեր հետ։ Ասում ես, գիտեմ դուք մերժելու եք, բայց ցանկացած իսրայելցում կաշին հանի, տեսնես որ դա գերացան է դրած։ Հենց այդ 86%-ն է, որի մասին ես խոսում եմ։ Որովհետեւ նորմալ է, բայց կսպանեք, իրենք մարդ չեն։ They are not like us. They don't love their children like us. Դրանք իրենց երեխեքին մեր նման չեն սիրում։ They don't love life like us. This is very deep-rooted in Israeli society, and maybe that's the key issue. Because as long as շատ կարևոր ասում ես բանալի է, էլի, ալմատական բերան։ This continues, nothing will move. As long as most of the Israelis don't perceive the Palestinians as equal human beings, we are so much better than them. We are so much developed than them. Ոչինչ բան չի փոխվի մեր մեջ, երբևէ։ Եթե շարունակելու ենք այդպես մտածել, որ իրանք մարդ չեն, մենք իրանցից լավն ենք, մենք իրանցից զարգացած ենք։ And we are so much human than them. Մենք ավելի մարդ ենք անում։ As long as this is the case, all our dreams, and we have some dreams, and I'll get to them. Եվ ասում եմ, տենցա բոլոր մեր երազանքները մենք ունենք երազանքներ։ All our dreams will never become true as long as this core issue will not change. Եվ այս բոլոր երազանքները երբեք չիրականանան, եթե մենք այս կարևոր հանգամանքները չփոխենք մեր մեջ։ Ֆանտաստիկ ասված։ Մենք ունենք այդպես բաներ մեր մեջ։ Խորը նստած, որ եթե մենք չփոխենք, տեսեք, իր անալիզը արեց։ Ես նորից համաձայն եմ իր հետ, որտեղ մենք համարյա ես որ հաստատ անընդհատ խոսում եմ այդ մասին։ Հասկանալով հետևանքների մասին, հասկանալով, որ ես բարեկամներ եմ կորցնում, ընկերներ եմ կորցնում, նաև աշխատանքային, նաև բիզնես պարտներներ եմ կորցնում, բայց ես թաքցնել բան չունեմ, որտեղ ես չեմ կարող ստել։ Դա իմ արժանապատվությունից ցածր բան է ստելը, կամ չխոսելն է ցածր բան։ Լռելն է ցածր բան, այսինքն լռել նշանակում է ես վախեցա, նշանակում է ես շահ հետապնդելու համար ուրացա ճշմարտությունը, դա ինձ համար վիրավորական է բանականությանս համար։ Ճամը։ Դեցա։ Ուղիղ է միացած ամեն ինչը։ Հիմա վերադառնանք մենք ինչ ունենք, sense խորը նստած մեր մեջ, որ մեզ խանգարում է զարգանալու։ Մենք ռասիստական բան չունենք, որ մենք ինչ որ մեկից ավել ենք։ Մենք հակառակ մեր մոտ բան կա, որ մենք լավն ենք, բայց դա չի նշանակում մեր պարագայում, որ մենք առավել ենք ինչ որ մեկից։ Հակառակ, դա ցույց է տալի մեր վերաբերմունքը ցանկացած ազգի ներկայացուցիչ նկատմամբ, որ ինքը գալիս է Հայաստան։ Մենք ոչ մեկին վերևի չենք նայել ու դրա պատճառով է, որ ցանկացած այլ ազգի Հայաստանում զգում է շատ կոմֆորտ իրավիճակում, ինքը դիսկրիմինացիա չի զգում իր նկատմամբ։ Մենք չունենք էդի։ Դրա փոխարեն մենք ունենք զարգացած մեր մոտ թերարժեքություն, որ մենք այդքան լավը չենք։ Դա գիտեք ինչից է գալիս։ Այ հենց այդ ինքնաճանաչման բացակայությունից է գալի։ Իրանց մոտ այն մյուս ծայրահեղությունն է, մեր մոտ այն մյուս ծայրահեղությունն է։ Իրանց մոտ ուռճացած է, մեր մոտ արհամարված է։ Կարող ենք մեզ դա բանել։ Ես չեմ ասում, որ մենք այնքան ես դոշներս ծեծենք, որ սկսենք հիմարություններ անել, չէ։ Որքի ինքնառերեսվել, ինքնաճանաչվել, դրանից պատասխանատվության մակարդակը բարձրացնել, պատասխանատվության կարելի է։
Որովհետև ցանկացած երեխա ազնվական ընտանիքում որ դաստիարակում են, նրան չեն ասում, այ դու ազնվականի երեխա ես եւ դու իրավունք ունես ամեն ինչ անել, ծառաներին ճնշել, մարդ սպանել, կազինոներում կրվել, չէ, ասում են դու ազնվականի երեխա ես եւ դու պարտավոր ես լինել այս ստանդարտների մեջ, կրթություն, վարվելակերպ, սեղանից օգտվելու ձև, մասաների հետ շփվելու կուլտուրա, այն ինչ որ ասենք այդ Բելգիայի բանը Մատիլդան եկել էր մեր մոտ, իդեալական օրինակա։ Այսինքն այն գիտակցումը, որ ինքը թագավորական ընտանիքի ներկայացուցիչը, դա իրեն չի բերում այլանդակության, դա բերում է զսպվածության եւ պատասխանատվության բարձրացման։ Այլանդակվում է բոմժը, որ ոչ մի բանի նկատմամբ պատասխանատվություն չունի, որ ծնողներն եղել են բոմժ, ինքը կարող իրան թույլ տա պատասխան չունենալ, պատասխանատվություն չունենալ։ Այսինքն բոմժը չեմ ասում տուն չի ունեցել, տեսակով ոչ մի բան, որովհետև ցանկացած մեկը արժանապատվոր է դրսում որ ներկայանում է, գիտի մի բան, հենց այս պահին ինքը ներկայացնում է իր ծնողներին, իր պապերին, իր երեխաներին, կամ ինքը հասկանում է մենակ չի ապրում, այ հենց հիմա իր օրինակով գնահատական են տալու բոլորին իր հետ կապված։ Այն որ թքած ունի դրա վրա, նշանակում է ինքը տենց էլ մեծացել է։ Վերսել Գրզոյից միջև Փաշինյան Նիկոլ, հələ նայեք դրանց կենսագրությունը։ Այս իրանց այս վիճակ ամբողջ ԿՊ-ն հենց տենց էլ մեծացել, իրանց համար դա նորմալ է, բայց այն մարդը, որ ծնողի տնից է դուրս եկել, տնից։ Ես ինչքան քննադատեմ Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց դուք լսել եք մեկը Լևոն Տեր-Պետրոսյանի աղու մասին, կամ հարսի մասին, որ ինչ-որ այլանդակ բան անի։ Իրանք ես քաղաքական մասն եմ քննարկում, բացառապես, այնտեղ տեսել են, այո, սա սենց ադրվածքը, սա նենց ադրվածքից, ճանկուն տե տուն չեմ մտնի, որտեղ դու տեսնում ես, բան կա, պատասխանատվություն բան կա, այնտեղ, իսկ որ սրանց ես լկտիներին ես նայում, իրանց համար մեկ է, իրանց ծնողներին կքրվեն թե չէ, դա փոխարեն ասում են կլինի մեր նկարները չտարածեք, ինքը չի ասում չանեմ, ասում է ես անեմ, բայց իմ նկարները մի տարածեք, այդպես չի լինում, դա էլ է սրիկայություն, եթե դու ամաչում ես, ուղղակի մի ալ, մյուսը գնամ, ինչ ունենք սենց մեր մեջ խորը նստած որ մեզ խանգարում է ապրել, մենք ով էշ ես փալան, առիթից օգտվեմ, գրողին թե մնացած հետ ինչ կլինի, կամ մեր մեջ նստած, խորը, ով էշ ես փալան, ով է օգտագործում, բացառապես ավանակը, հասկանում եմ, որ ինքը ընդամենը պետք է փալան լինի էշի վրա, այսինքն իր կյանքի ֆունկցիան ու պատասխանատվության եզրը հենց այդ մեկ քառակուսի մետլախն է, էլի, կամ փալան լինելն է, կարող ենք մենք դրա մասին խոստովանել, որովհետև այդ հոգեբանության ազգը ոչինչ չի ստեղծում, ինքը չունի իր շրջապատի նկատմամբ պատասխանատվություն, որ ես ծառի պատասխանատուն ես եմ, սարի պատասխանատուն ես եմ, չեմ թող իմ սանը վերածեք ամուր սարի, չէ, մտածում եմ, որտեղ էշ կա, գնամ նստեմ դառնամ փալան վրեն։ Մենք կարող ենք այս տեսակի վերադառնալ մեր տեսակի, անալիզ անել, խոստովանել։ Ես էլ եմ կարծում, եթե մենք այս ամեն ինչը, ընդամենը ես երկու հանգամանքի մասին խոսացի, ես չեմ մտածել դրա մասին, էլ ինչ պետք է բերեի, հիմա ինչ եկավ մտքիս հետ եմ ասում, բայց այս երկու հանգամանքը պատասխանատվություն մեր տեսակի նկատմամբ, պատասխանատվություն մեր շրջապատի նկատմամբ, մի անգամից մեր կյանքը այն աստիճան կփոխվի, որ մարդիկ կամաչեն մեր շուրջը բարձր խոսան։ Այն մեքենան, որ բարձր երաժշտությունով գնում է, կամաչի այդ միջավայրում գոնե ապակիները կփակի, որտեղ հասկանալու է, այն նրա համար մեկ չի ինքը ինչ անում, ինքը փալանի վրա էշ չի։ Իսկ մարդիկը տենց են պահում իրանց, ինչի որտեղ վստահ են, կողքիներին էլ թքած ունենան ինչ անում ինքը։ Հասկանում եք։ Եթե կարողանանք, ասած իրա,
Մենք էլ մեր երազանքներ ունենք, չէ՞։ Կհասնենք այդ երազանքներին։ Եթե չկարողացանք, մենք այդ երազանքներին չենք հասնի։ Կներեք, որ մի քիչ երկար ստացվեց։ Ուղղակի արագ անցնեմ, բրիտանացիները նույնիսկ կարծիք են հայտնում, որ նոր ստեղծված իրավիճակի պատճառով կարող է իրենք զորք ուղարկեն Պաղեստին։ Մտածում են, կուղարկեն թե չէ, շատ դժվար է ասել։ Թրամը սպառնում է Գերագույն բանին, դատարանին, որովհետև Գերագույն դատարանը հայտարարել է նորից որոշում է ասել, որ այն թարիֆների քաղաքականությունը, որ կերառում է այս պատուհասը, դա հակասում է օրենքներին, մեր խոսքով։ Սա էլ սպառնում է Գերագույն դատարանին, որովհետև դու հանկարծ արգելես ինձ այդ թարիֆային քաղաքականություն, դա խփելու է տնտեսությանը։ Ամերիկան մեկ օրվա մեջ այս ամեն ինչի արդյունքում կորցրեց մի շաբաթ առաջ 12 տրիլիոն դոլար։ Ով ինչ ստոկ մարքեթում ինչ ակցիա ուներ, բոլորը ողբում են ուղղակի։ Մեկն էլ ինքնասպան է եղել։ Մեկ օրվա մեջ 12 տրիլիոն, որպեսզի հասկանաք այս ինչքան թիվ է, Ամերիկայի Միացյալ Նահանգների բյուջեն 6.5 տրիլիոն է։ 10, այսինքն 2 անգամ իր բյուջեից շատ փող սրա պատճառով կորցրեց Ամերիկան։ Հիմա ասում է, եթե դու չթողես ես էսի շարունակեմ, մեր էկոնոմիկայի համար վատ է լինելու։ Նիկոլ Փաշինյանից ինչու վատ է լինելու։ Իմ կարծիքով ոչ չմնա։ Ուզում մեր ընկերը չլսենք։ Կալանավորում մեծ ցավ եմ ապրում, որտեղ ինչքան հայի դուխով, նամուսով, թասիբով, որ հայի մա լավ բանան օտես մարդ կա, սաղին տանում են ճաղերի հետևն են գցում։ Ու այս ոստիկանական համազգեստով միլիցեքը, ոստիկանները չէ միլիցեքը, իրա վարձու միլիցեքը, որ մարդուն տեղափոխում են, տեսան լավ են իրանց զգում, յանի տես լավ բան են արել։ Որ համայնքից եք եկել աջակցել։ Ես Էջմիածից եմ եկել։ Մետեղել էին խուսարկություններ առավոտյան։ Այո, տեղյակ եմ, լավ տեղյակ եմ ամեն ինչից, այս ծախված իշխանությունից ամենավատը սպասեք, լավ եմ մոռացել։ Չմոռանաք։ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդում համարում եք։ Այո։ Ըստ էս ո՞նց անում քաղաքական հետապնդումը։ Ուրիշ ձև։ Ըստ էս կապ ունի Փաշինյանի այն հայտարարության հետ, որ Ղուկասյանի Անպայման։ Էսի մենակ ծաղիկներն են, հələ համբերեք տեսեք ինչ էր ալնելու նորից։ Ճիշտ է անում, հասնում է այս ժողովրդին, որ չեն ելնում, հասնում է, հələ այնքան անելու։ Ես նույնիսկ հիշեցնում եմ, որ այն կայքը, ես որ ասեցի, սա այդ հանցագործներին նշելու, ավելացնելու, նկարներով, բաներով, ես վաղը կիմանամ, այս վերջերս քանի հոգի ավելացվել, բայց դուք դինքը հենց վիդեոյի տակ կա, կարող եք գտնել, պետք է ավելացվի, ում ճանաչում եք, իրար նկարներով, պատմություններով, պաշտոններով, սրանք պետք է մտնեն ամեն օր նայեն, իրենք կան ես ցուցակում, թե չէ, վաղը իրենց դուրը ծեծելու են, այս փաստերի հիման վրա, թե չէ, չնայած եթե ստեղել չլինի նույնիսկ անուն ես ձեզ ասել եմ, չէ, ձեզ գտնելու եք, ձեզանից լավ ցուցմունք տվող իրար վրա գոյություն չունի, միլիցուց լավ ցուցմունք տվող կոլեգայի վրա, ԱԱՑ-ի աշխատող կլի, քննիչ կլի, դատախազ կլի, սրանց ձեռքից գրիչը չի լինում խլել, երբ որ ընկնում են մի հատ ներտեղ ու ասում են գրի, ինքն ասում է թողեք, ինձ մի խանգարեք, թուղթ ու գրիչ տվեք, մենակ թուղթ ու գրիչ տվեք, այնքան գրեմ, հոգնեք կարդալուց, դուք գիտեք, չէ՞ ձեզ։ Սա նրա համար է, որ դուք ձեզ ընդեղ տեսնեք, նաև, որ իմանաք վերջ, դուք արդեն ընդեղ եք։ Իսկ մնացածը տղեկ եք ասեն ով ցուցակի մեջ կա, 100% վստահ եղեք, բա իրանք մենակ չեն գնալու, չէ, դուք ձեզ լավ գիտեք ձեր միջավայրը։ Եվ վերջում ուզում ես նկարին անդրադառնամ եմ, ես որ պատահման Facebook-ս բերեց, սա 2012 թվականին սա Արցախում է, նկարի մեջի պերսոնաժները դրանք Արցախի կամերայի նվագախմբի իմ Արցախի, իմ կամերային, իմ կոլեգաներին են։ Ես ես որ տեսա, սիրտս մանգամից փլվեց սա։ Ես ուզում եմ բոլորին ասել,
Ես իմ գոլեգաներին իրենք կնայեն կամ չեն նայե էական չի։ Ոչ մի կորած չի։ Մենք էլի լինելու ենք։ Մենք էլի նվագելու ենք մեր դալիչներին։ Մենք էլի իրականացնելու ենք մեր գործողությունները։ Մենք ապրելու ենք մեր կյանքը Արցախում։ Ով հույսը կտրեց, նա մեղավոր է։ Եվ Արցախի նկատմամբ, եւ Աստծո նկատմամբ։ Այս ամեն ինչը վերականգնվող է, եթե մենք դրան հավատում ենք։ Ու որոշում ենք, որ դա պետք է անենք։ Իսկ օրինակներն ու ձևերը ես արդեն խոսացի հյուսիսային Կիպրոսի վրա։ Վստահ եղեք, ընելու է։ Ուղղակի ամեն ինչ կախված է, թե մենք դա ինչքան ենք ուզում եւ պատրաստ ենք այդ ամեն ինչի համար մի քիչ մեզ նեղություն տալ։ Ես պատրաստ եմ։ Ես չեմ հարմարվելու, ես չեմ հանձնվելու, եթե թեկուզ մենակ մնամ, բայց ես գիտեմ, որ մենակ չեմ։ Դուք կաք ու մենք շատանալու ենք։ Մենք շատանալու ենք մեր չհանձնվելով, մենք վարակելու ենք մարդկանց մեր ուղակի, ասենց ասեմ, էներգիայով, այդ ինքնավստահությամբ, գործի նկատմամբ հավատն է, գործի 80-90%-ը։ Ես դրան հավատում եմ։ Եթե դուք եք հավատում, տարածեք, օգնեք ալիքին, շնորհակալ եմ օգնությունների համար, որ ես ստանում եմ, օգնեք ալիքին, որտեղ եթե վերևում տեսնում եք այն փոքրիկ նշանները, դրանք այն թեմաներն են, որ ես այսօր անդրադարձա։ Իսկ թեմաները 3-4 անգամ ավելի շատ են, սա ֆիլտրված թեմաներ։ Այսօրվա համար այսքան, լավ մնացեք։